Աստված քանի օրում է աշխարհը ստեղծել։ 6 օրում։ Առաջին օրը ինչ ստեղծեց։ Լույսը ստեղծեց ապրես։ Բայց այդ ինչ լույս էր։ Այս մեր տեսած արեգակի լույսն է։ Ձեր կարծիքով։ Ուրեմն տեսեք, երկու տեսակի լույս կա, Մեկը կա մեր աչքերի տեսանելի լույսը, մեկն էլ կա մեր մտքի լույսը։ Տեսել եք, եւ որ ասում են միտքս լուսավորվեց, չէ՞։ Ճիշտ է, այդպես էլ կա մտքի լույս։ Այդ մտքի լույսը բանականությունն է։ Մարդ հոգի է մեր մարմին, եւ երբ որ Աստված ասաց թող լույս լինի, ինչ ստեղծվեց։ Չէ։ Հրեշտակները ստեղծվեցին։ Հրեշտակները երկնքում են, չէ՞, Աստծո արարչությունը երկու մասի է բաժանվում՝ երկինք եւ երկիր։ Ուրեմն երկինքը ավելի մեծ է երկրից, եւ հրեշտակները տարիքով ավելի մեծ են, քան մարդիկ։ Ուրեմն առաջին օրը Աստված ստեղծեց երկինքը։ Երկինք ասելով բոլոր հրեշտակներին ստեղծեց։ Եվ ինչու է ասում թող լույս լինի, եւ լույս եղավ։ Լույսը հրեշտակի դասերն են։ Դուք հրեշտակ տեսել եք։ Բայց պատկերացնում եք ինչպիսին են հրեշտակները։ Տեսել եք, չէ՞, գրքերի մեջ միշտ լուսեղեն են։ Արդարներ սուրբեր կային, որ հրեշտակներ տեսել են, հա։ Չգիտենք ինչ կերպարանքով են ինչպես են տեսել, բայց երբ որ տեսել են, ընկել են գետին, ասել են, «Իս ինչ լուսեղեն հրեշտակ է»։ Ինչպես Հիսուսի հարության ժամանակ հիշում եք դուք, երբ որ Հիսուս հարություն արավ մեռելներից, յուղաբեր կանայք գնացին գերեզման, եւ ինչ տեսան։ Հրեշտակներին տեսան, հրեշտակները ավետից տվեցին, ասեցին ինչու եք կենթանուն մեռյալի մեջ փրկում։ Եվ զարհուրեցին։ Լուսեղեն ասում է զգեստներով մարդիկ տեսան, ավետարանը այդպես է ասում, հա։ Եվ զարհուրեցին իշտան։ Ուրեմն հրեշտակները առաջին օրն են ստեղծվել, հա։ Հետո ստեղծվել են երկիրը։ Երկիրը քանի նյութերից է բաղկացած, ես շատ եմ ասել, դե ասեք։ Մեր 4 նյութեր, այդ նյութերի անունները կասեք ինձ։ Ջուրը, կրակը, հետո հողը եւ օդը։ Հիմա որ մենք բոլոր այս արարչության ամեն ինչ էլ վերցնենք, մեջը ջուր, հող, կրակ եւ օդա, չէ՞, սրանից դուրս ոչինչ չկա։ Հիմա ինչ է կարծում, ջուրը կրակին հակառակա թե չէ։ Այո, ջուրը կրակին հանգցնում է, կրակն էլ ջրին եռացնում է, չէ՞, միշտ իրար հետ պայքարում են։ Հողը օդին հակառակա թե չէ։ Որտեղ հող կա, օդը դուրս է, չէ՞ գալիս։ Հողը թե ծանր է, օդը թեթև է։ Ջուրը ցուրտ է, կրակը տաք է, չէ՞։ Եվ Աստուծո հրաշքը ո՞րն է, որ այս հակառակ բաներից 4 տարերից ստեղծեց երկիրը։ Իր համերաշխ դարձրեց։ Հողը օդի մեջ համերաշխ դարձավ, օդը հողին ասեց, քո ծանրությունը օգտակար է իմ թեթևությանը, եւ ջուրն էլ կրակին ասեց, քո ջերմությունը օգտակար է իմ ցրտին։ Մենք շատ տաք տեղ չենք կարող, չէ՞ ապրել։ Ինչու, որտեղ չենք դիմանում, եւ ոչ էլ շատ ցուրտ տեղ կարող ենք ապրել, չէ՞։ Եվ նաեւ շատ թեթև չենք կարող լինել եւ շատ ծանր չենք կարող լինել։ Այսինքն Աստված վերցրեց այն ոսկե միջինը, հողը ծանրություն է տալիս օդին, ջուրը սառնություն է տալիս կրակին, եւ այս 4 տարերը միավորեց եւ ստեղծեց ամբողջ արարչություն։ Ուրեմն սկզբում ստեղծվեցին հողը, օդը, ջուրը, կրակը, եւ հետո էլ ինչ ստեղծվեց։ Դրանից հետո, երբ որ հողը, օդը, ջուրը, կրակը եղան, ինչ ստեղծել։ Ինչու մարդը։ Բուսականությունը ստեղծվեց, չէ՞։ Բուսականությունը հողը, օդի, ջուրից, կրակից է, չէ՞։ Եթե այս 4-ը լինում են, տունկերը աճում են։ Հիմա բուսականությունը ինչի համար է Աստված ստեղծել։ Հələ մինչև մարդը հələ չկա։ Բուսականությունը ինչի համար է ստեղծվել։ Հիմա երբ որ մենք տուն ենք կառուցում, հիմք ենք, չէ՞ գցում։ Հիմքը գցում ենք, հետո սկսում ենք պատերը կանգնեցնել։
Ճիշտ է, այդպես է։ Շինության հիմքը ո՞րն է, մեր երկիր մոլորակի հիմքը ո՞րն է։ 4 տարերն են։ Հիմքը 4 տարերն են, հողը, օդը, ջուրը, կրակը։ Բայց դեռ հիմքն է։ Այդ հիմքի վրա պետք է կառուցենք։ Ուրեմն, եւ պատերը երբ որ կանգնեցրեց Աստված, հետո այդ հիմքի վրա սկսեց կառուցել իր տունը։ Երկիրը մեր տունն է, չէ՞։ Ուրեմն երկիրը մեր տունն է, հիմքը գցեց 4 տարերով, այնուհետև սկսեց կառուցել։ Բուսականությունը մեր ինչ եք կարծում, մեր տան առաստաղը ո՞րն է։ Երկիր մոլորակի առաստաղը ո՞րն է։ Երկինքը։ Դուք գիշերով երկինքին նայել եք, աշխարհում ավելի գեղեցիկ առաստաղ չկա, քան մեր երկինքը, ինչու աստղերով զարդարված է։ Պատերը ո՞րն է, մեր տան պատերը ո՞րն են։ Բուսականությունն է, չէ՞, ինչ որ մենք տեսնում ենք։ Մեր գորգը ո՞րն է, մեր տան գորգը։ Խոտը, հողածածկ, չէ, հողը չէ, խոտն է։ Հողը հիմքն է։ Խոտը մեր հողածածկն է, մեր գորգն է։ Եվ այդպես այս տան նպատակը ինչու է մեծ տուն Աստված կառուցում, ձեր կարծիքով։ Այս մեծ տունը ում համար էր կառուցում Աստված։ Իսկ կենդանիների համար չէր կառուցում, իսկ խոտերի համար չէր կառուցում, բայց խոտերի ու կենդանիների նպատակն ինչու ստեղծվեցին բուսականությունն ու կենդանական աշխարհը։ Մարդու համար ստեղծվեցին։ Մարդը պատիվ ունի բոլոր արարածների մեջ, ինչու պատիվ ունի, որովհետև ամեն ինչ Աստված ստեղծեց, նոր մարդուն արարեց եւ դրեց երկրի վրա, որպեսզի իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների եւ բոլոր կենդանիների վրա։ Ուրեմն սրանով է մարդու պատիվը։ Որ երրորդ օրը մարդը ստեղծվեց։ 6-րդ օրը։ Ինչ է կարծում, մարդը կենդանիներին նման է թե չէ։ Նման է թե չէ։ Ինչով է նման եւ ինչով նման չի։ Այո, մարդը մտածում է, կենդանին չի մտածում, համաձայն եք։ Բայց կենդանին ուղեղ չունի, հավն էլ ուղեղ ունի։ Ինչ առանձնահատկություն ունի մարդը։ Բանականություն ունի եւ ամենակարևոր մեծ տարբերությունը մարդու եւ կենդանու ո՞րն է, որ մարդը ընտրելու հնարավորություն ունի, կարող կամք ունի։ Կենդանին ընտրելու հնարավորություն չունի։ Կենդանին չի ընտրում։ Բնաստ կա իր մեջ, բնության ազդեցություն, բնաստ կա, արարչության օրենք դրված է իր մեջ եւ չի ընտրում։ Այն ինչ որ մեջ դրված է կատարում է, բայց մարդը ընտրում է։ Մարդը ընտրում է չարն ու բարին։ Եվ երբ ամեն ինչ արարչությունը վերջացրեց, Աստված դրախտը ստեղծեց։ Դրախտը մեր բնակության վայրը պետք է լիներ։ Ինչ եք կարծում, դրախտը մեր երկիր մոլորակի վրա է, թե վրա չէ։ Այո, բայց դուք դրախտը տեսել եք։ Բա որտեղ է դրախտը։ Չէ, երկիր մոլորակը դրախտ չի, որտեղ մարդը երբ որ մեղ գործեց, դրախտից վտարվեց երկիր, դրախտից դուրս ընկավ։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ դրախտը երկրի վրա է, բայց երկրից մի բարձր վայրում է։ Հիմա դրախտը փակված է մարդկանց համար, ոչ ոք չգիտի դրախտի տեղը։ Շատ եկեղեցու սուրբ հայրեր դրախտի վայրը ասում են, ոմանք ասում են այստեղ, ոմանք ասում են այնտեղ, տեղը ասում են, բայց չկա, փակ է դրախտը, ոչ ոք չի կարող դրախտ մտնել, որովհետև մարդու մեղ գործելուց հետո դրախտի դռները փակվեցին, մարդը վտարվեց։ Ուրեմն դրախտը ստեղծվել է մարդու համար, որ մարդը դրախտում բնակվեր, այնտեղ ապրեր։ Երկիրը ստեղծվել է կենդանիների համար, բույսերի եւ տունկերի համար։
Դրախտի առանձնահատկությունը ինչ է ձեր կարծիքով, ինչով է տարբերվում դրախտը մեր երկրի բուսականությունից։ Դրախտը բուսականություն ուներ, չէ՞։ Ծառեր կային դրախտում։ Այո։ Դրախտի ծառերի առանձնահատկությունը։ Օդ կար դրախտում։ Եղանակ կար դրախտում։ Ինչ տարբերություն դրախտային եղանակի բուսականության եւ մեր բուսականության միջեւ։ Ինչու ենք մենք առանձնացնում դրախտը եւ երկիրը չէ։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ դրախտի ծառերը անփութ էին, չէին փչանում, տերևները չէին թափվում։ Իմացաք, դուք անփութ ծառ տեսել եք, որ պտուղը չընկնի։ Այդ դրախտում այդպես էր, որ տերևը չթափվի։ Այդ դրախտում այդպես էր։ Դրախտում ցուրտ չէր եւ տաք չէր։ Դրախտում բարեխառն եղանակ էր։ Միշտ հաճելի եղանակ էր, որտեղ ես շատ տաք շոկ լիներ չէին կարող են տեղափոխել, որ շատ ցուրտ լիներ չէին կարող։ Եղանակները դրախտի համար չէին։ Եղանակը մեղ գործելուց հետո այս ամառ, ձմեռ, աշուն գարունը եղավ մեզ համար։ Երբ որ մենք ընկանք դրախտում, դրախտից չկար, բարեխառն եղանակ էր։ Ուրեմն ծառերը անփութ էին, տերևը չէր թափվում, դրախտում երաշտություն կար, թե չկար։ Ինչ երաշտություն կար։ Բայց թռչունները դրախտ մտնում են, թե չեն մտնում։ Մի հատ հետաքրքիր պատմություն ձեզ պատմեմ, որ դուք իմանաք։ Մի մարդ անկեղծ սրտով փափագում է, խնդրում է, որ Աստված իրեն երևա։ Եվ հուսահատված այս կյանքի դժվարություններից ու նեղություններից գնում է ամայի մի դաշտ, գիշերը։ Խնդրում է, ասում է, Տեր Աստված, աչքերն բարձրացնում է երկինք, ասում է, ինձ երևա, խնդրում եմ։ Մեկ էլ իր աչքերի առջև երկինքն է բացվում, աստղերով լիք։ Բայց ինքը չի նկատում, որ Աստված իրեն երևաց։ Տեր Աստված, ասում է, խնդրում եմ, իմ ականջին քո քաղցր երգը հնչեցրու։ Եվ այդ պահին թռչունները սկսում են ծլվլալ։ Եվ բայց այդ մարդը չի լսում, որ Աստված իր ականջին խոսեց։ Տեր Աստված, ասում է, խնդրում եմ, ինձ հպվիր, ինձ շոշափիր, ինձ գուրգուրիր։ Մենք էլ այդ պահին մի թիթեռ գալիս է նստում է իր ուսին, բայց այս մարդը չի նկատում, որ Աստված իրեն շոշափեց, իրենց գուրգուրեց եւ այդպես էլ հուսահատված թողնում գնում է։ Իրեն այս պատմությունը ինչ է նշանակում։ Այդ դրախտում ճիշտ այսպես էր։ Նուրբ գեղեցկություն կար, հրաշք սրբություն կար։ Եթե երաշտություն, ապա արվակների ձայներ, տերևների սոսափյուններ, ուրախությունը անսահման էր, անմահական կյանք կար դրախտում, որ կարող էր մարդը ճաշակել եւ անմահանալ։ Այդ ծառ կար, չէ՞, քանի ծառ կար դրախտում առանձնահատուկ։ Մեկ թե երկու։ Մեր առաջին ծառը ինչպես էր կոչվում։ Կենաց ծառ, ինչու են ասում կենաց ծառ։ Հա՞։ Ինչ է նշանակում կյանքի ծառ։ Որ ուտեին ու անմահանային, չէ՞։ Իսկ Ադամը անմահ չէր երեխեք։ Բա ինչի մեռավ որ անմահ էր։ Հիմա անմահը կարող է մեռնել։ Բա ուրեմն Ադամը անմահ չէր։ Հա, մինչև ուտելը հələ, որ ստեղծվեց Ադամը անմահ էր, թե անմահ չէր։ Կարիք ուներ կենաց ծառից ուտելու, թե չէ։ Ուրեմն Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ Ադամը կյանքի եւ անմահության միջև էր։ Ադամը եթե պահեր Աստուծո պատվիրանը եւ ուտել կենաց ծառի պտղից անմահ կդառնար։ Բայց մահկանացու էլ չէր։ Այսինքն անմահության ուժ ուներ, կարողություն ուներ, եթե պահեր պատվիրանը։ Բայց Ադամը ինչ ընտրեց, կերավ արգելված պտուղը, բարուի եւ չարի գիտության պտուղը, եւ մահը ճաշակեց, դարձավ մահկանացու։
Աստված Ադամին ասել էր, երբ որ ուտես կմեռնես, չէ՞։ Ադամը կերավ արգելված պտղից։ Մեռավ թե չէ։ Հիմա մեռավ թե չմեռավ։ Դե ասեք, բայց հետո 930 տարի ապրել է Ադամը, այդ ոնց մեռավ։ Իդա Ադամը 930 տարի ապրել է ու մեռել է։ Հիմա մեռավ Ադամը, ուրեմն Աստված ինչպես ասեց, ինչ էր ասում, որ երբ որ ուտես կմեռնես։ Մեր մտածեք։ Ինչ եք կարծում, կենդանիների եւ մարդու մահը նույնն է։ Ինչով է տարբերվում կենդանիների ու մարդու կյանքը եւ մահը։ Կենդանին հոգի չունի։ Կենդանին չի կարող, չէ՞, մեռնել հոգով։ Մենակ մարմնով է, մենք ասում ենք մահը, մարդը մահացավ, կենդանին սատկեց, չէ՞։ Ինչու եք այդպես ասում, որտեղ տարբերություն կա մարդու մահվան եւ կենդանու սատկելու միջեւ, չէ՞։ Որն է այդ տարբերություն։ Հիմա Ադամը, երբ որ կերավ, ինչ տեղի ունեցավ։ Այդ ինչ է նշանակում մահկանացու դարձավ։ Բայց սկզբում ասեց Աստված ուտես կմեռնես։ Մեռավ թե։ Իսկ Աստծուն չտեսնելը ինչ է նշանակում։ Հոգևոր մահ։ Ադամը կերավ եւ հոգով մեռավ, բայց 930 տարի դեռևս ապրեց, հետո էլ մարմնով մեռավ, հա։ Ուրեմն մարդու մեջ երկու մահ կա, հոգևոր մահ եւ մարմնավոր մահ, եւ կա երկու կյանք, հոգևոր կյանք եւ մարմնավոր կյանք։ Հիմա ուզում եմ ձեզ հարցնել, հոգևոր կյանքը երբ է մեր մեջ առաջանում։ Երբ ենք մենք հոգով ապրում։ Երբ որ աղոթում ենք, ճիշտ եք ասում, երբ որ աղոթում ենք, հոգին ապրում է, էլ ինչպես ենք ապրում։ Երբ որ մկրտում ենք, մկրտությունը ինչ է նշանակում, այլ կերպ ասած, մեղքերի թողություն, բայց մի կարևոր հանգամանք կա։ Վերստին ծնունդ, մենք որ մարմնով ծնվում ենք, մի հատ էլ հոգով պետք է ծնվենք, չէ՞։ Մարդը եթե չծնվի, կարող է ուտել, կարող է խմել, կարող է ապրել։ Նախ ծնվում է, հետո էլ սկսում է ուտել, խմել, ապրել, չէ՞։ Հիմա հոգևոր կյանքում ծնունդը ո՞րն է։ Նոր ասեցինք։ Մկրտությունը, երբ որ մկրտվեց, վերստին ծնվում է։ Իսկ կերակրվելը ո՞րն է հոգևոր կյանքում։ Սուրբ հաղորդություն ապրես։ Երբ որ մենք սուրբ հաղորդություն ենք ստանում, հոգով ենք կերակրվում, թե մարմնով։ Հոգով եւ մարմնով։ Դրա համար Աստված մենք կարող ենք միայն աղոթքով կերակրվել, բայց Աստված սուրբ հաղորդությունն էլ տվեց, որպեսզի մենք հոգով եւ մարմնով կերակրվենք, որպեսզի մենք Աստծո քաղցրությունն ու համը ճաշակենք ոչ միայն աղոթքով, այլ նաեւ մարմնով ճաշակեցեք եւ տեսեք, որ քաղցր է Տերը։ Դուք հաղորդություն շատ եք ստացել։ Տարբերվում է սովորական հացից։ Ամենուր հաց եք, չէ՞ ուտում։ Տարբերվում է թե չէ։ Ինչով է տարբերվում։ Արա դե ասա։ Համը ուրիշ է։ Լավ, դրա մասին չեք մտածել, կմտածեք հետո։ Տեսնեք այդ հաղորդության համը ինչպիսին է։ Հիշում եմ մեր երեխաներից մեկը ձեր տարիքի, ձեզանից ավելի փոքր, հիմա չեմ ուզում ասել ով է։ Հա, երբ որ սուրբ հաղորդություն ստացավ, ասեց. «Ոյ, ինչ համով է»։ Իրապես ինքը ասեց, «Էս ինչ համով է»։ Այսինքն շատ համով էր այդ հաղորդությունը, քաղցր էր։ Ասում ենք ճաշակեցեք եւ տեսեք, որ քաղցր է տեղի։ Դրա, չգիտեմ, ամենաքաղցր բլիթը մենք կարող է ուտենք, բայց դրա քաղցրությունը ուրիշ է, իսկ հոգևոր քաղցրությունը ուրիշ է։ Ուրախությունը, մխիթարությունը, երջանկությունը, հոգևոր քաղցրությունը։ Ուրեմն, դրախտում երկու առանձնահատուկ ծառ կար, մենք ասեցինք, մեկը կենաց ծառն է, չէ՞, որ Ադամը պետք է ուտեր եւ անմահացար։ Կերավ Ադամը կենաց ծառից։ Բա ինչ կերավ։ Այն ինչու է կոչում չարի եւ բարի գիտության ծառ, այսի շատ կարևոր է։
Մինչև այդ Ադամը չարն ու բարին գիտեր, թե չգիտեր։ Ինչ եք կարծում, մինչև Ադամի դրախտում դրվելը չարը կար աշխարհում, թե չէ։ Որտեղ է չարը։ Ով էր չարը գործել։ Օծը սովորական կենդանի է։ Սատանան, չէ, սատանան ինչ էր, հրեշտակ է։ Մի ժամանակ հրեշտակ էր, այսինքն հիմա էլ է հրեշտակ, բայց մի ժամանակ բարի հրեշտակ է եւ հետո չար հրեշտակ դարձավ։ Հիմա ես մի ուրիշ հարց եմ ուզում ձեզ տալ։ Աստված բարի է, չէ։ Եվ Աստված ինչ որ ստեղծել է բարի է։ Հիմա ամենաբարի լավ մարդ է այս աշխարհում, կարող է չար բան ստեղծի։ Չէ։ Եվ առավել եւս Աստված ամենաբարին է։ Եվ ամենաբարի Աստված, դրա մասին սուրբ գրքում գրված է։ Աստված ստեղծեց լույսը եւ Աստված տեսավ, որ լույսը բարի է եւ եղավ օր առավոտ եւ եղավ օր երեկո, օր առաջին։ Երկրորդ օրը բուսականություն, այսպես արարչությունը հերթով 6 օրերում վկայություն կա սուրբ գրքում, հաստատում կա, որ ամեն ինչ որ Աստված ստեղծեց բարի է։ Բայց չարը որտեղից հայտնվեց։ Հա՞։ Բայց սատանան բարի չէ։ Ասեցինք բարի հրեշտակ է, չէ։ Բայց չարը որտեղից հայտնվեց։ Բա ոնց չարի գործեց, երեխեք, հələ մտածեք։ Ընդվզեց, ապստամբեց, չէ Աստծո դեմ։ Հիմա տեսեք։ Աստված ամենաբարին է։ Եվ հրեշտակներին եւ ամբողջ արարչությանը բարի է ստեղծել Աստված, չէ։ Եվ արարածներից երկու արարածներից տվեց ընտրելու հնարավորություն, կամք տվեց։ Արիստոտելն ասում են, բոլոր արարածները, որոնք ասում են կամ, գոյություն ունեմ, ասում են եւ գիտակցում են, ուրեմն ունեն կամք։ Գիտեք, որ կենդանիները չեն կարող ասել ես կամ, որտեղ իրանք չգիտեն կան թե չկա, բայց մարդը կարող է ասել ես կամ, կամք հայերենում հետաքրքիր է, որ կամք եւ կամ բառը նույն իմաստ ունի։ Նա ով ասում է ես կամ գոյություն ունեմ, ուրեմն ունի կամք։ Հա? Ուրեմն հրեշտակներ, երբ որ ասեցին ես կամ գոյություն ունեմ, անմիջապես ասացին ես պետք է լինեմ ամենամեծը, Աստծուն հավասար պետք է լինեմ։ Լավ բան ասեցին հրեշտակները։ Ինչու էր վատը այդ ասածը։ Մենք չենք ուզում բարձրանալ։ Ինչ եք կարծում։ Բարձրանալը լավ վատ բան է։ Այո, չարը Արուսյակը, որ հետո Սադայել դարձավ, չուզեցավ Աստուծո օրենքով գործել։ Աստված բոլոր արարածներին իր կարգ ու կանոններ, տեղներ տվել։ Հրեշտակը ուզեցավ իր տեղից ավելին բարձրանալ։ Լինել Աստծո նման, ասեց, ոչ թե Աստծուն պետք է երկրպագեք, այլ ինձ պետք է երկրպագեք։ Չար բան է, չէ, հպարտություն։ Հպարտությունը ինչ է նշանակում։ Ինչպես է ստուգաբանվում։ Հպարտություն։ Պարտություն է, չէ հպարտությունը։ Հպարտություն նշանակում է հրեշտակած պարտություն։ Երբ որ հրեշտակները հպարտացան, պարտվեցին։ Պարտություն, երբ որ մարդը հպարտում է, արդեն իսկ պարտվում է, իսկ ում է պարտվում։ Ինքն իրեն է պարտվում, հա։ Անմիջապես պարտվեց հրեշտակը, հպարտություն նշանակում է հրեշտակած պարտություն եւ ընկավ երկնքից։ Եվ հետո մարդը ստեղծվեց։ Ինչ է կարծում, օձը ինչ ասաց Եվային։ Ասաց, որ կեր Աստծուն կնմանվեց։ Տեսեք սատանայի մեղքն է նոր, հա։ Եվ Եվան էլ փափագեց Աստծուն նմանվել, բայց չնմանվեց, չէ։ Հտարվեց դրախտից եւ ընկավ այս աշխարհ։ Հիմա
մի հետաքրքիր պատմություն եմ ուզում ձեզ պատմել։ Մի թագավոր է լինում, որ շատ տխուր էր։ Իր անունը դրել էին տխուր թագավոր, բայց ամեն ինչ ունենում է, ոչ մի պակաս բան չի ունենում, հարուստ թագավորն է, բայց շատ տխուր էր։ Եվ ահա կանչում են բժիշկներին, ասում են ինչու ես տխուր թագավոր, ասում են ոչ մի բան ինձ չի ուրախացնում։ Բերում են երգիչների, որ նվագեն ու երգեն թագավորի համար, որքան երգում նվագում են, թագավորը չէր ուրախանում։ Բերում են պարողների, պարում են, ծափ են տալիս, թագավորը նորից չի ուրախանում։ Եվ օրեցօր թագավորը թուլանում է, տկարանում է եւ հիվանդանում է։ Եվ հաց էլ չէր ուտում։ Ինչ անեն, ինչ չանեն, հուսահատվում են, արդեն պատրաստվում են, որ թագավորը պետք է մահանա, մի ծեր ճգնավոր իմանում է այդ ամենի մասին, գալիս է թագավորի մոտ եւ ասում. թագավոր, ուզում ես բժշկվել, ես ամենա հրաշալի դեղն ունեմ, որ քեզ կբժշկի, բայց պետք է ենթարկվես բժշկի։ Ասում է այո, ուզում եմ։ Ասում է դու թագավոր ես, փառքի ու պատվի մեջ ես, գեղեցիկ զգեստներ ես հագել, բայց որ ինչ ասեմ պետք է անես։ Ասում է շատ բարի։ Ասում է հանի այդ զգեստները։ Արքունական պատմոճանը հանում է, ասում է աղքատի շորեր հագիր։ Աղքատիկի շորեր, ասում է թագդ հանի։ Թագը հանում է, մի փափախ է դնում գլխին, ասում է կոշիկները տելա ճոխ հանի, մաշիկներ հագի։ Եվ այդպես աղքատացնում է թագավորին, ասում է հիմա էլ պիտի գնանք, ասում է ու պիտի գնանք։ Ես քեզ կասեմ։ Իջնում է թագավորը իր պալատից, իր ճոխ հրապարակներով անցնում է, ասում է դες ինչ գեղեցիկ է, ինչ լավ, ասում է ոչինչ, հիմա ուրիշ տեղ են գնալու։ Ասում է ոտով պիտի գնանք, ասում է այո։ Բա կառքով չեն գնալ, չի ասում է ոտքով պիտի գնանք։ Ոտքով քայլում է թագավորը եւ գնում են հասնում են ամենաաղքատ վայրերը իրենց թագավորության, որ խրճիթներ էին։ Ասում է թագավորն ապրած կենա, դու երբևիցե այստեղ եղել ես, սա քո բնակիչներն են։ Ասում է ոչ, չեմ եղել։ Ասում է այ հիմա պետք է այցելենք այս մարդկանց։ Եվ երբ այցելում են, ասում է սրանք կարիքներ ունեն, պետք է հոգանք։ Ես անմիջապես ամեն ինչ կարգավորեմ։ Եվ ուղարկում է մարդկանց, հիվանդներին, որ բուժում են, կարիքները հոգում են եւ այդ ամբողջ մի ամիս անցկացնում է աղքատների եւ կարիքավորների մեջ։ Եվ այդ մի ամիսը լրանում է, թագավորի ախորժակը բացվում է։ Սկսում է հաց ուտել եւ ուրախանում։ Ասում է թագավոր լավ է, ուրախաց է։ Ասում է ախորժակը բացվեց, ասում է այո։ Ուրեմն իմացար քո ուրախությունը ինչպես պետք է բուժենք բարի գործերով։ Ով բարին է գործում, ուրախ ու երջանիկ է ապրում, հա՞։ Իսկ ով չի բարին չի գործում, ինչպես կարող է ուրախ ու երջանիկ լինել։ Հիմա դուք հարցեր ունեք, չոր հարցեր ունեք, որ կարող եք տալ։ Որտեվ ասեցի, որ վերջում հարցերին կտրամադրեմ։ Լիլիթ ջան, հատ չունես։ Ունեմ, սպասում եմ իրան հարցներ։ Դու ասա։ Ես իմ հարցերի պատասխաններն ունեմ, բայց ամենեքո հարցն է։ Հայ Միքայել, ուզում եմ բացատրել ինչու պիտի հաճախենք եկեղեցի, ինչու է կարևոր եկեղեցի հաճախել, որովհետև շատերը ու հատկապես աղանդի ներկայացուցիչները ասում են, որ եկեղեցի կարիք չկա հաճախելու, որ մենք կարող ենք տանուներ աղոթել ու իրանք հիմնականում սա են մեջբերում, որ մենք Աստծո տաճար ենք, ինքներս Աստծո տաճար ենք ու հաճախ կրկնում են բանը, որ Երուսաղեմում Քրիստոս ասաց, որ ես մեկ օրում բանկանեմ կթանդեմ բոլոր եկեղեցիները եւ նորերը կկառուցեն։ Ուզում եմ երեխաներին բացատրել ինչու է կարևոր եկեղեցիը հաճախել։ Նախ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ եկեղեցում ամեն ինչ տասնապատիկ է։ Թե օրհնությունը եւ թե պատիժը։ Եթե մենք եկեղեցում աղոթում ենք ու պատարագի ենք մասնակցում, մկրտվում ենք, պսակադրվում ենք, տասնապատիկ օրհնություն ենք ստանում։ Իսկ եթե եկեղեցում մեղք գործենք, սխալ անենք, տասնապատիկ պատիժ կստանանք։ Եկեղեցը սուրբ վայր է, երկինք է երկրի վրա։ Սուրբ Գրիգոր Տաթևացին համեմատում է մարդուն եկեղեցու հետ։
Մարդը մարմնեղեն տաճար է, չէ՞։ Մարդը երբ որ մկրտվում է, վերստին ծնվում է եւ անմիջապես Սուրբ Հոգին է բնակվում այդտեղ։ Այդպես էլ եկեղեցին օծվում է, մաքրվում է։ Մարդը ինչպես է ջրով լվացվում է, միրոնով օծվում է, չէ՞։ Ճիշտ այդպես էլ եկեղեցում մեր եկեղեցու օծումը դուք հիշում եք, որ ջրերով պատերը լվացինք, գինով մաքրեցինք, դուք հիշում եք, ուշադրություն դարձել եք, հետո միրոնով օծեցինք։ Միրոնով օծեցին եպիսկոպոսները, ջրով լվացինք մենք, հա, միրոնով օծելու իշխանություն իրենք ունեն, ջրերով լվալու մաքրելու մենք արեցինք։ Ուրեմն, ճիշտ այդպես էլ մարդը մաքրվում է մկրտության ջրով, միրոնով օծվում է եւ դառնում է Սուրբ Հոգու տաճար։ Եկեղեցին էլ ջրով մաքրում ենք, միրոնով օծում ենք եւ դառնում է Սուրբ Հոգու տաճար։ Եկեղեցու մեջ Սուրբ պատարագն է մատուցվում, տեսել եք։ Պատարագը որտեղ է լինում, խորանի վրա, չէ՞։ Եվ կա Սուրբ սեղանը, չէ՞։ Ինչ եք կարծում, մարդու մեջ եկեղեցու խորանը որն է, Սուրբ սեղանը որն է։ Սիրտը որն է։ Չէ, սիրտը եկեղեցու մեջ ասեցինք, որ խորանը կամարաձև է։ Իսկ մարդու խորանը որն է։ Գլուխը կամարաձև է, չէ։ Միտքն էլ խորանն է, չէ։ Բայց Սուրբ սեղանը որն է մարդու մեջ։ Ասեցի նոր։ Սիրտը մեր Սուրբ սեղանն է։ Մեր բոլոր պատարագները մեր սրտի վրա են մատուցվում, հա։ Հիմա տեսել եք, որ դուք ուշադրություն դարձեցիք, որ մենք օծեցինք Սուրբ սեղանը օծեցինք, սրբագործեցինք Սուրբ սեղանը, որպեսզի սուրբ մնա եւ այդտեղ պատարագ մատուցվի։ Հիմա ասացինք, որ մեր սիրտը մեր Սուրբ սեղանն է։ Հիմա մենք ինչ պետք է անենք, այս սեղանը պիտի օծենք, թե չէ։ Մենք մեր սիրտը ինչով պիտի օծենք։ Մեր միրոնը որն է։ Աղոթքը դա խնկարկությունն է։ Տեսեք Սուրբ սեղանին խնկարկում ենք, չէ՞, բայց նաև միրոնով օծում ենք։ Աղոթքը դա խունկն է, երեխեք ջան։ Իսկ միրոնը որն է, մենք ինչպես կարող ենք օծել մեր սիրտը։ Ամենալավ օծումը սրտի որն է։ Ամենալավ մաքրությունը, որ մեր սիրտը մաքրվում է, օծվում է եւ ուրախանում ենք։ Արտասուքը դա մեր սրտի օծումն է։ Ամենալավ մաքրվում է մարդու սիրտը արտասուքով, հա։ Մենք շատ անգամ արտասուքը տխրության հետ ենք, չէ՞, համեմատում, չէ՞։ Մարդը որ տխուր է լինում, արտասվում է, չէ՞։ Բայց մենակ տխուր է լինում, որ արտասվում է։ Ուրախության արտասուքներ են լինում, բայց պետք է մենք ուրախանանք ու արտասվենք։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է 3 տեսակի արտասուք է լինում։ Առաջին արտասուքը զղջման արտասուքն է, հա։ Երբ որ մարդի գործած սխալների համար ցավ ապրում, արտասվում է, մեղքեր է գործել, ցավ ապրում, արտասվում է եւ սիրտը մաքրվում է, թեթևանում է եւ վստահանում է, որ Աստված իրեն ներեց։ Հիմա հետո մեծանում է ծնող է դառնում, չէ՞։ Էլ ծնողը այդքան չի հասցնում մեղքեր գործի, ավելի շատ իր զավակների մասին է մտածում, չէ՞։ Քանի երիտասարդներ կարող է մեղքերի մասին մտածել, բայց երբ որ մեծանում է, արդեն ինքն իր մասին չի մտածում, այլ մտածում է իր զավակների մասին եւ իր զավակների խնդիրները դառնում են իր խնդիրներ, այսինքն ինքը մենակ չի այլևս։ Ծնողը եւ սկսում է արտասվել։ Ում համար արտասվել։ Իր երեխաների համար, չէ՞։ Եթե իմ երեխաները հիվանդություն ունեն, եթե երեխաները նեղության մեջ են, եթե երեխաները մեղքի մեջ են, Աստծո ճանապարհից շեղվել են, այս բոլոր բաների համար ծնողը արտասվում է, ցավ է ապրում, ոչ թե իր մեղքերի, այլ իր զավակների համար։
Ուրեմն այս արտասուքը առաջին արտասուքից մի քիչ տարբերվում է։ Ես հարց եմ ուզում ձեզ տալ։ Ինչ տարբերություն զղջման արտասուքի եւ ծնողական արտասուքի միջեւ։ Ծնողական արտասուքը էլի աղոթք է, չէ՞, ավելի։ Էլի աղոթք է, ամեն ինչ աղոթք է։ Երեխեք մի քիչ ձեզ անհետաքրքիր է, թե լավ։ Մի քիչ բարդ բաների անցանք։ Ուրեմն, տեսեք, զղջման արտասուքը գալիս է խղճից։ Երբ որ քո խիղճը քեզ տանջում է, ցավ ես ապրում, խիղճը դա քեզ տանջում։ Այն ժամանակ դու արտասում ես, բայց երբ որ այսինքն քո գործած հանցանքի համար ես, բայց ծնողի արտասուքը ցավից է գալիս, ոչ թե խիղճը դա քեզ տան, չէ, խիղճը չի տանջում, որովհետև դու չես գործել։ Միգուցե քո մեղքերի պատճառով է քո զավակը այդ վիճակին հասել, այդքանով այո, խիղճը տանջում է։ Բայց ամեն դեպքում դու ցավ ես ապրում։ Մյուս մեկը խղճը դա քեզ տանջում, մյուսը ցավ ես ապրում եւ կիսվում ես քո զավակի հետ իր նեղության ու դժվարության մեջ ու աղոթում ես, ասում ես. Տեր Աստված, այս հիվանդությունը, այս նեղությունը, այս դժվարությունը, այս փորձությունը, այս գայթակղությունը հեռացրու իմ զավակներից, չէ՞։ Եվ հիմա Աստված ողորմեց, օրհնեց, մեղքերից ազատագրվեցինք, զղջացինք, մեր զավակները փորձությունից դուրս եկան, Աստծո ճանապարհին կանգնեցին։ Որ արտասուքն է գալիս։ Շնորհակալության, գոհության, ուրախության արտասուքը։ Պատկերացեք, մարդը երկար տարիներ գերության մեջ է եղել, կամ բանտում է եղել, եւ մի օր մի հրովարտակ է հռչակվում եւ բանտից կամ գերությունից ազատագրվում է։ Ինչ ուրախություն է գալիս։ Ուրախության արտասուքն է գալիս։ Հա? Երրորդ արտասուքը ուրախության արտասուքն է։ Բայց ինչ եք կարծում, ամենամեծ ուրախությունը որը կլինի մարդու համար, ձեր կարծիքով։ Հա? Երբ որ մարդը արժանանա երկնքի արքայության։ Գիտեք, մենք սրա մասին շատ չենք մտածում, բայց ամենալավ բարի արտասուքը եւ ուրախությունը, երբ որ մարդը Աստծուն է հիշում։ Շատ դժվար է այս բանին հասնել, բայց մենք պիտի հասնենք։ Մենք Քրիստոսով պիտի ուրախանանք, սուրբերով պիտի ուրախանանք, երկնքով, ցավոք սրտի մենք շատ նյութական ու մարմնավոր ենք այս աշխարհում։ Մեր տխրությունն ու ուրախությունը մենակ նյութի ու մարմնի հետ է կապված։ Եթե մարմնավոր նյութական իրողությունները ապահովեն, առողջ ենք, հաջողակ ենք, ուրախ ենք։ Եթե առողջ չենք, հիվանդ ենք ու հաջողություններ չունենք, ուրեմն տխուր ենք։ Այսինքն շատ մարմնավոր ու նյութական ենք։ Բայց առաքյալները, գիտեք, նեղությունների ու դժվարությունների մեջ, երբ որ Քրիստոսի անվան համար հալածվում էին, կոտորվում էին, ուրախանում էին։ Աստծուն փառք էին տալիս։ Եվ Քրիստոս ավետարանը նույնն է ասում. Յանի հոգով աղքատներին, որտեղ նրանցն է երկնքի արքայությունը։ Յանի նրանք, որ հալածվում են արդարության համար։ Իսկ հալածանքի մեջ երանություն կա, որ մեկն է հալածվել ու երջանիկ է եղել։ Սուրբերն ու արդարները հալածվել են, բայց փառք են տվել Աստծուն, ասել են փառք Աստծո, սուրբ գործի համար, Աստծո համար են։ Եվ իրապես հենց սա է իրական նվիրումը։ Եթե մեկը հալածվում է հանուն արդարության եւ հաղթահարում է այդ հալածանքը, երանելի է։ Ուրեմն եկեղեցին ինչ է։ Քարեղեն տաճար, ասում է մարդը, եթե մի կորել ապրեց աշխարհում, մեղքեր է գործում։ Եվ Աստծուն տեսնելու, Աստծո հետ հաշտվելու կարիք ունի։ Բայց Աստված ամենուրեք բնակվում է, թե չէ։ Հիմա բնությունը ամբողջ բաց բժշկարան է, չէ՞, ասում մարդը կարող է օգտվել բնությունից եւ ինքնուրույն բժշկվել։ Բայց ստեղծվեց բժշկագիտություն, չէ՞, բժշկությունը ստեղծվեց, ինչու, որպեսզի հատուկ մասնագետները բնությունից կարողանան դեղերը գտնել եւ տալ մարդուն, եւ եթե մենք ուզում ենք բուժվել, գնում ենք հիվանդանոց, չէ՞։ Ճիշտ էսպես էլ Աստված ամենուրեք է, ներկա է ամենուրեք։
բայց կա մի հաստատություն, որ Սուրբ եկեղեցին է, որ Աստծո մասին է խոսում, Աստվածաբանում է, եւ եկեղեցին հոգու բժշկարանն է, հոգու հիվանդանոցն է, եթե մենք ուզում ենք հոգով բժշկվել, պիտի գնանք եկեղեցին, այո, Աստված ամենուրեք է, մենք ամեն տեղ էլ կարող ենք բուժվել, բայց չգիտենք ինչպես բուժվել։ Մեզ մասնագետներ են պետք, չէ՞, ավետարանում ինչ ասում Քրիստոս, հունձքը առատայ, մշակները սակավ, խնդրեցեք հունձի տիրոջը, որ իր արտի համար մշակներ հանի, այդպես էլ ամենուրեք Աստված ներկա է, բայց պետք են հոգևոր բժիշկներ եւ բժշկարան կամ հիվանդանոց, որ մարդկանց առաստված դարձնեն։ Ուրեմն եկեղեցին հենց այն վայրն է, որտեղ մենք Աստծուն ենք տեսնում։ Տեսեք, եկեղեցին ինչու քարից շինվեց, նյութից շինվեց։ Որովհետեւ մենք էլ ենք նյութ եղել, մենք պիտի գնանք եկեղեցի, այնտեղ Աստծուն տեսնենք։ Բայց նաեւ հոգևոր տաճար է։ Եվ մենք գնում ենք այնտեղ հոգով խաղավելու, հոգին ու մարմինը կարծես միավորվում են եկեղեցու մեջ, հա։ Հիմա մեկ տեսեք, երբ որ Հիսուս խաչի վրա էր, կողը խոցեցին, չէ՞ գեղարդով, հա, հիշում եք, Հիսուսի կողը գեղարդով խոցեցին, ինչ դուրս եկավ կողից, ջուր եւ արյուն, չէ՞։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, հա։ Ինչ է կարծում, ասեցինք գլուխը խորանն է, սիրտը սուրբ սեղանն է, Քրիստոսի կողը եկեղեցու մեջ որն է, որ խոցվել է եւ ջուր եւ արյուն է եկել։ Մկրտության ավազան ապրե, հա։ Մկրտության ավազան տեսնում եք աջ կողմը, այդպես էլ ասենք խորանից աջ կողմը, Քրիստոսի կողը խոցեցին եւ արյուն ջուր եկավ։ Այդպես էլ մկրտության ավազանը կարծես Քրիստոսի կողն է խոցված, որտեղից ջուր եւ արյուն եկավ, այսինքն որտեղ մկրտում ենք եւ սուրբ պատրակ ենք եկեղեցում մատուցում։ Ուրեմն եկեղեցին երկինք է երկրի վրա, հրեշտակած բնակարան, մարդկանց քավարան։ Հրեշտակները իջնում են եկեղեցուն մեջ եւ սպասարկում են։ Ինչպես մեր աղոթքներն են լսում, բարձրացնում են առ Աստված։ Եթե դրանք ջերմերանդ են, եթե դրանք իխորոց սրտի են, եթե դրանք արտասուքներով են ու հառաչանքներով։ Հրեշտակը ինչպես է մեզ պահում, ասում է առաջին, մեզ բարի խորհուրդներ է տալիս, որ մենք բարին գործենք։ Բայց եթե մենք չենք լսում այդ բարի խորհուրդները, չարին ենք լսում ու մեղք են գործում, այն ժամանակ հրեշտակը մեզ զղջման է տանում, ասում է ոչինչ, մեղք գործեցիր, հետ կանգնի։ Բայց եթե երկրորդ անգամ էլ չենք լսում, երկրորդ, երրորդ անգամ ենք մեղք գործում, հիմա էլ չարի դեմ է պատերազմում, որ մեզ շատ մեղքերի մեջ չգցի։ Եվ եթե սրան էլ չենք լսում, անընդհատ մեղքերի մեջ ենք ընկնում, մեզ փորձում է զղջման տանել, որ անզեղջ չլինենք, մի օր հետ կանգնենք մեղքից։ Դառնանք առ Աստված, որտեղ անզեղջ մեղավորը ում է նման, սատանային։ Սատանան էլ մեղք գործեց ու չզղջաց երբևիցե այդ մեղքերի համար։ Մի վերջին հարցեր տանք, արդեն ասեք։ Մենք էլ չար գործեր կանենք, մենք թե բարի։ Դրախտում չես կարող չար գործեր անել, որտեղ դրախտը հենց բարի վայր է։ Հենց չարը գործեցի, դրախտից վտարվում ես, հա։ Այդ պատճառով իրենք չարը գործեցին դրախտում ու վտարվեցին։ Ադամն ու Եվան, եթե նախ պահեին արգելված պտղից ուտելու արգելքը, հա, իրենք պետք է դրախտից տեղափոխվեն երկինք։ Աստված ինչ է մեզ խոստացել։ Մեզ խոստացել է երկինքի արքայությունը, հավիտենական կյանքը։ Նույնը խոստացել էր նաև Ադամին, հա։ Ադամը եթե այդ մեկ պատվիրանը պահեր, կարող էր ուտել կենաց ծառի պտղից, անմահ դառնալ ու տեղափոխվել երկինք։
բայց Ադամը չպահեց այդ պատվիրանը, կերավ արգելված պտղից ու դրախտից ընկավ։ Հիմա Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է դրախտը կես աստիճան մոտ էր երկնքից։ Մեկ պատվիրան պետք է պահեր Ադամը, արգելված պտղից չուտելու պատվիրանը, ու այդ կես աստիճանը հաղթահարել մտնել երկինք։ Բայց Ադամը իր փրկության ճանապարհը եւ մենք Ադամի հետ երկարացրեցինք։ Դրախտից ընկանք երկիր, երկիրը 9 աստիճան արդեն հեռու է երկնքից։ Կես աստիճան մոտած ժողքին։ Երկրում ավելի վտանգավոր է, քան թե դրախտում։ Հիմա մենք շատ ենք ընկել, 9 աստիճան ընկել ենք։ Այդ 9 աստիճանը պետք է բարձրանանք։ Ադամին 1 պատվիրան էր տրված, բայց մեզ 10 պատվիրան, չէ՞։ 10 պատվիրաններ գիտեք, չէ՞։ Բայց Ադամինը 1 պատվիրան էր։ Մեզ քանի որ 9 աստիճան ընկանք, դրա համար 10 պատվիրան եղավ, որպեսզի բարձրանանք Ադամի վիճակին, այդ 1 վերջին պատվիրաններ պահենք ու մտնենք երկինք։ Բայց փառք Աստծո, որ Քրիստոս եկավ, նույն ճանապարհով, որը Ադամն էր ընկել, մարդկային բնություն առավ, իջավ երկիր, մեզ փրկեց ու նորից բարձրացավ երկինք։ Այսինքն մեզ հետ ընկավ եւ մեզանից առաջ բարձրացավ, որպեսզի մենք ընկածներս նույն ճանապարհով բարձրանանք։ Հասկացաք։ Ամեն։ Ասալի ջան, հարցում ես։ Ես ասեմ։ Դե ուրիշով հարցում եմ։ Լավ, ես ասեմ, ահա Միքայել։ Վերջերս բանն էի կարդում Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատմությունը, որ ինքը առանձնանում ալերներում ու խնդրում է Աստծուն, որ հրեշտակին տեսնի ու որոշ հարցեր, իր հարցերի պատասխանները ստանա, ու հիմնականում իր հարցերը հրեշտակը գալիս է ու Գրիգոր Լուսավորիչը հիմնականում հարցնում է, թե ինչ է լինելու անմեղ եւ մեղավոր ոգիների հետ մանից հետո։ Հարցերից մեկում, որը վերաբերում էր մեղավոր ոգուն, հրեշտակը պատասխանում է, որ մեղավոր ոգուն մինչև դատաստանը սատանան չի կարող վերավել, դևերը չեն կարող վերավել, ինչ է նշանակում ոգին վերավել։ Հա։ Հիմա լավ, ասեմ Սուրբ Գրիգոր Տաթևացին ինչ ասում, որ պատկերացրեք։ Պատկերացրեք երկիրական արդարներ եւ մեղավորներ, չէ՞։ Ենթադրենք մահացող մարդը մեղավոր է, հա։ Եվ մահացավ, ի՞նչ է տեղի ունենում։ Գիտեք, չէ՞ որ մարդուն դևերն են հիմնականում ներշնչում մեղքեր գործելու։ Նույն դևերը հարձակվում են, ուզում են այդ մարդու հոգին խլեն, տանեն, հեսա վերջացնում երեխեք ջան։ Բայց հրեշտակը սաստում է այդ դևերին, ասում է վերջ, իր ժամանակը սպառվել է։ Դու այլևս իշխանություն չունեք իրենց վրա, հա։ Ինքը պետք է գնա սպասի, մինչև Աստծո հեղ դատաստանը իր արածների համար պատասխան որոշում լսելու համար, հասկացաք։ Այսինքն մինչև մահը, այո, հրեշտակները փորձում են մարդուն, բարի հրեշտակներն ուզում են բարի դարձնել մարդուն, չար հրեշտակներն ուզում են չար դարձնել, բայց մարդու ժամանակը սպառվում է մահվան եւ այլևս ոչ բարի եւ ոչ էլ չար հրեշտակները չեն կարող մարդու համար ոչինչ անել, այլ տեղափոխվում են։ Արդարները արդարների կայան, մեղավորները մեղավորների կայան, սպասում են։ Իսկ մենք կարող ենք իրենց օգնել։ Այո, մենք ննջեցյալներին կարող ենք օգնել մեր աղոթքներով եւ ողորմությամբ աղքատներին, իրենց կարող ենք օգնել եւ պատարակներով եւ մեռելոց պատարակները հենց դրա համար են, որ մենք մեր ննջեցյալների համար աղոթենք եւ կարող ենք իրենց օգնել եւ դրանով դուրս հանել։ Այսինքն մեզ վրա իշխանություն ունի չարը մինչև մեր մահը։ Այսինքն իշխանություն կարող է չունենալ, եթե մենք թույլ չտանք, բայց մենք ենք թույլ տալիս եւ չարի իշխանության տակ ենք ընկնում։ Եթե մենք բարին գործենք, բարու իշխանության տակ կլինենք։ Ամեն։ Դե վերջին մի աղոթքն անենք։ Օրինյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ եկես ես, սուրբ երեցի անուն քո, եկես սեակրություն քո, երեցի կան քո, որպես եկին սեզեքրի, հսած մեր հանապազոր, դու մեզ այսօր
Եվ թող ես մարդիսներ, որպես և մեր թողումներոց մարդաբանած, և մի տանից նեզի փորձություն, այդ ըրկյաց նեզի չարև, զուրայրացին և զորություն և պարքատյանս ամեն։ Աղպանյազ մեզ, Քրիստոս աստվածն է, ընդհովանյավ սուրպ և պատվակավ խաչիլ փորի խաղության, Փրկյա ազատյա երևրիմ հանրվույց շնավույն, արժանավորյա գողության, պարողել ես կեզ ընթորիմ սպողույթ, այժմ միշտ և ամետյան սարտերից ամեն։